Մեր արևմտյան հարևանի մոտ Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է։ Երկրում խափանումներով են աշխատում կամ ընդհանրապես չեն աշխատում սոցցանցերը։ Ավելի քան 100 մարդ ճաղերի հետևում է։ Այնտեղ է հայտնվել նաև Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Կարճ ասած, քաոտիկ վիճակ է այնտեղ։ Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործչին Էքրեմ Իմամօղլուին ձերբակալել են փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային խոսքին առնչություն ունենալու կասկածանքով։ Այդ ձերբակալություններն էլ բողոքի զանգվածային ակցիաների պատճառ են դարձել։ Շատ մանկախոց կլինի ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը կկարողանա արդյոք ամբողջ Թուրքիայով մեկ կազմակերպել լայնածավալ զանգվածային ընդվզում իշխանությունների դեմ։ Եթե դա իսկապես լինի լայնածավալ եւ մի քանի օր շարունակվի, ես կարծում եմ ճնշումը մեծ կլինի իշխանությունների վրա եւ նրանք կփորձեն այսպես հետ քայլ անել։ Հետքայլն ըստ թուրքագետի ավելի մեղմ մեղադրանքներն են Իմամօղլուի դեմ, ինչը ենթադրում է ավելի կարճ ժամկետով կալանավորում։ Եթե այդուամենայնիվ չհաջողվի երկրի 3 խոշոր քաղաքներում ընթացող ցույցերը դարձնել ավելի զանգվածային, այսպես ասած համաթուրքական, ապա արդեն 23 տարի երկիրն անընդմեջ կառավարող Էրդողանը կշարունակի իշխել։ Թուրքիայում հեղափոխությունն ըստ փորձագետի բացառված է։ Զանգվածային միջոցառումներ լինեն ամբողջ Թուրքիայում, ոչ միայն այս մի քանի կարևոր մեծ քաղաքներում։ Դա կազմի ճնշում կգործադրի իշխանությունների վրա, եթե չլինի, այդ ճնշումը չի լինի եւ նրանք կանեն ինչ որ ուզում են։ Թուրքիայում ես կարծում եմ հնարավոր չի, ինչպես ասեցի, հեղափոխություն, հնարավոր չի հեղաշրջում, որտեղ Էրդողանը եւ իր կուսակցությունը շատ սպես ամուր իրեն ձեռքը պահում են իշխանության լծակները։ Ստամբուլի քաղաքապետի կինը Դիլեք Իմամօղլուն ամուսնու կալանավորումն անվանել է Թուրքիայի ապագա նախագահին վերացնելուն ուղղված նպատակային քաղաքական օպերացիա։ Իսկ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով Էրդողանը բավականին հեռատես գործիչ է ու ինքն իր ձեռքով արդեն ընտրել է այն մարդուն, որը կփոխարինի իրեն։ Ինքը այժմ շատ լավ էլ թիմ ունի, հակառակ ասենք դրանից առաջ եղած ժամանակներում, այս վերջին ընդրության ժամանակ ընդրությունից հետո շատ լավ թիմ կազմեց, հատկապես Հական Ֆիդանը իր արտգործնախարարը շատ լավ կրթություն ստացած, լավ ճանապարհ անցած, այսինքն ապագայի Էրդողանի փոխարինողի դերում է այս բան գտնվում։ Եթե ինչ-որ բան չփոխվի իրենց մեջ իհարկե։ Ստամբուլի նահանգապետարանը նախորդին արգելել էր ցանկացած հանրահավաք ամբողջ նահանգի տարածքում։ Լոքմագյոզյանը կարծում է, որ այս թեմայով ապագայում ճանապարհ է հարթվում նաև Հական Ֆիդանի համար։ Քանի որ Իմամօղլուն արդեն ժողովրդի կողմից պոպուլյար մարդ էր, ինքը սիրվում էր շատ մարդկանց կողմից եւ այլ, դրա համար գնալով վտանգավոր էր դառնում, ինչ արեցին, իր վրա սկսեցին ինչ որ գործեր առուցել, իր գլխին սարքում են այսինքն, եւ վերջում էլ սա իհարկե միանգամից միայն Իմամօղլուին չէ, այդ ուրիշ մարդկանց էլ ձերբակալեցին, դա ցույց է տալիս, որ նախորոք եւ երկարատև պատրաստված մի օպերացիա էր սա։ Էրդողանն իհարկե արձագանքներ ստացավ աշխարհի տարբեր կետերից, բայց թուրքագետը խուսափում է դրանք զգուշացում որակել, ընդգծելով, որ սա ներքաղաքական հարց է։ Հետևաբար ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ մեկ այլ պետություն չեն կարող նկատողություն տալ Էրդողանին։ Չի բացառվում, որ տեղի ունեցողը գուցե 23 տարվա ղեկավարի մեծ պլանի մի փոքր մասն է։ Մնում է միայն սպասել հետագա զարգացումներին, քանի որ փոփոխություններ կլինեն միայն այն դեպքում, եթե բողոքի ալիքը տարածվի ամբողջ երկրում։ Աննա Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։